ձեր սկզբունքները ցուցադրում, պայքարում, այս իշխանությունների դեմ խոսում, ինչից հետո սկսեցիք ձեր պայքարը։ Պայքարը սկսեցի, երբ որ անարդարություններ եղան, ինչպես ցանկացած հայ 18 թվականին խաբվեց, դրանց մեջ էի նաև ես, բայց ուղիղ 5 ամիս հետո ես հասկացա, որ այս իշխանությունները չեն եկել այն նպատակներով, որով մեզ խաբեցին։ Դրա համար ես անմիջապես միացա ընդդիմության շարքերը համալրեցի եւ այժմ էլ համարվում եմ ընդդիմադիր ուժ։ 21 թվականի ընտրությունների արդյունքը այնուամենայնիվ եղավ այն, որ իշխանությունները կրկին վերարտադրվեցին, նախ ձեր գնահատականը ինչու այդպես եղավ եւ ինչ ակնկալիքներ ունեք արդեն 26 թվականից։ 21 թվականի ընտրությունները խիստ տարբերվում են այս պահի ընտրությունների հետ։ 21 թվականին մենք չունեինք կորցրած Արցախ, ճիշտ է մենք ունեինք պարտություն, բայց դեռ Արցախը չէինք կորցրել։ Արցախի կորուստից հետո նաև ինչպես գիտենք մեր հայկական հողերը այս պահին օկուպացված են ադրբեջանցիների կողմից։ Դրանից հետո ես կարծում եմ մեր ժողովուրդը պիտի սթափվի, մեր ժողովուրդը պետք է ավելի ճիշտ մտածի եւ ընտրություն կատարի, ոչ թե 21 թվականի նման, այլ լրիվ ուրիշ ձևով, այսինքն մեր ձևով։ Տիկին Հակոբյան, այս ողջ ընթացքում ինչ եք արձանագրել, ինչ տրամադրություններ են մարդկանց մոտ եւ արդյոք կապահովի համապատասխան թվով մասնակցությունը դա։ Ուրեմն իրազեկման ակցիաներին եմ մասնակցել, որոնք սկսվել են մոտ 2 ամիս առաջ, այդ ժամանակ ես արդեն այս շարժման մեջ էի, կուսակցության մեջ էի։ Իրազեկման ժամանակ մարդիկ արդեն ոգևորված էին, իսկ արդեն քարոզարշավ գնալիս այդ ոգևորվածությունը կրկնապատկվում եւ եռապատկվում է, այսինքն գյուղացին եթե 2 ամիս առաջ մեզ վախվորած էր դիմավորում, հիմա շատ ոգևորված է մեզ դիմավորում, դա է հուսադրում, ժողովուրդն է մեր հուսադրողը։ Ձեր ուժի նկատմամբ կարծես թե ճնշումները շատ ավելի շատ են, քան մյուս ընդդիմադիր ուժերի, ձեր ներսում ինչ տրամադրություններ են։ Մեր ուժի նկատմամբ ճնշումները շատ են, որովհետև մեր ուժեղ Հայաստանը ուժեղ է, իսկ ներկայիս իշխանությունները հենց այդ ուժից են վախենում եւ կարելի է փաստել բռնաճնշումները մեր թիմի հանդեպ են, սա նշանակում է, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Եվ որպես պատգամավորի թեկնածու ինչ պարտականություններ, պարտավորություններ եք զգում։ Ես մեծ պարտավորություն եմ զգում, որովհետև միշտ կանգնած եմ եղել իմ ժողովրդի կողքին, որպես մանկավարժ, լինելով նաև մանկավարժ, ակնկալիքներս շատ մեծ են, քրտնաջան աշխատանք է լինելու եւ ինձ թվում է, երբ որ մենք խորհրդարան մտնենք, 24 ժամից ավել ենք աշխատելու։ Տեսեք, Ալիկ Ալեքսանյանը, որին 2 ամսով կալանավորեցին, դեռ շատ ժամանակ առաջ քաղաքապետարան հայցեր ներկայացրել, տեղեկացրել էր, իրազեկել էր, որ հունիսի 8-ին ընտրությունների հաջորդ օրը եւս այստեղ սպասվում է ինչ-որ հանրահավաք։ Դուք ինչ-որ տեղեկություններ ունեք, թե դա ինչ հանրահավաք է լինելու, եթե իրականանա։ Քանի որ ես հստակ տեղեկություններ չունեմ, կարող եմ ենթադրել, որ դա լինելու է մեր հաղթանակի նշման օրը։ Շնորհակալ եմ։